Բարեկամներ, ահա ազգային երաժշտական Ծիծեռնակ մրցանակի արձանիկը, որի հեղինակը իդեպ նկարիչ դիզայներ քանդակագործ Նուրն է։ Վերջերս Երգերքոց հաղորդաշարը արժանացել է Ծիծեռնակ մրցանակին տարվա լավագույն համերգային ծրագիր անվանակարգում։ Շնորհավորում ենք բոլոր անվանակարգերի հաղթողներին, բոլոր առաջին ծիծեռնակներին, Երգերքոցի բոլոր տարիների իմ գործընկերներին եւ ձեզ, մեր հաղորդաշարի հարգելի երկրպագուներ, որովհետեւ սա նաեւ ձեր հաղթանակն է։ Ահա այս լավ տրամադրությամբ սկսենք այսօրվա հաղորդումը մշակութային Երևանի մասին, Երևանի երեկվա, այսօրվա ու վաղվա քարակերտ վկաների մասին։ Եվ այսպես եթերում Երգերքոցն է մայրաքաղաքի հանրահայտ համերգասրահների, մշակութային օջախների եւ արձանների մասին, իհարկե երևանյան լուսավոր երգերով։ 1953 թվականին բացվում է Հայ ֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճը, որն այժմ մեզ հայտնի է Արամ Խաչատրյան համերգասրահ անունով։ Դահլիճն ունի 1300 տեղ, համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է։ Կառույցի դիմաց է գտնվում Արամ Խաչատրյանի արձանը, որի հեղինակը Յուրի Պետրոսյանն է։ Արձանը տեղադրվել է 1999 թվականի հունիսի 6-ին կոմպոզիտորի ծննդյան առթիվ։ Այս համերգասրահում իր փայլուն համերգներն է տվել Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ Լսենք Օրբելյանի «Իմ Երևան» երգը Արթուր Իսպիրյանի կատարմամբ։ Ժպիտով է կապուտակ, դու կանաչ ես ու ծաղկում, քեզ ժպտում է արևատակ, քո շենքերը վարդագույն, քո գրկում է վարդը իմ բացվել, ախ քեզնից լավ վայր չկա, քո գրկում են երջանկացել, ոչ քեզնից լավ վայր չկա, սիրտս քեզ է երգում, սերն ես իմ անմար, սիրտս քեզ է երգում ու երգում է միայն քեզ համար, մեր անուշ Հայաստանում, մեր քնքուշ Բուրաստանում, դու ժպտում ես Երևան, մեր անուշ Հայաստանում, մեր քնքուշ Բուրաստանում, դու ժպտում ես Երևան, քո երգերը քաղցր են եւ անուշ, ախ քեզնից լավ վայր չկա, քո ցերեկն է արևալույս, քո գիշերից մարդ չկա, ինձ միայն քո սերն է կյանք տալիս եւ գրկում քո գիշերվա, քո լույսերն են երջանկալի, ինձ ժպտում ես Երևան, սիրտս քեզ է երգում, սերն ես իմ անմար, սիրտս քեզ է երգում ու երգում է միայն քեզ համար, մեր անուշ Հայաստանում, մեր քնքուշ Բուրաստանում, դու ժպտում ես Երևան, Հայաստանում, մեր քնքուշ Բուրաստանում, դու ժպտում ես Երևան։ Քեզ եմ երգում, սերն ես իմ անմար, սիրտս քեզ է երգում ու երգում է միայն քեզ համար, մեր անուշ Հայաստանում, մեր քնքուշ Բուրաստանում, դու ժպտում ես Երևան, մեր անուշ Հայաստանում, մեր քնքուշ Բուրաստանում, սրտում ես
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Արամ Խաչատրյանի համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյան։ 53 թվականին բացվեց ֆիլհարմոնիկ մեծ դահլիճը, այժմ Արամ Խաչատրյան համերգասրահ։ Ես կուզենայի ուղղակի տեղեկացնել, որ շատերը երևի չգիտեն, որ այդ նախագծման աշխատանքները դեռևս շատ ավելի վաղուց են կատարվել եւ 1926 թվականին, երբ որոշվում է քաղաքի կենտրոնական մասում ստեղծել ժողտուն, այսինքն այսօրվա ֆիլհարմոնիայի եւ օպերային թատրոնի տեղում որոշված էր ստեղծելու ժողտուն, որտեղ պետք է եւ համերգասրահ լիներ եւ օպերային թատրոնը լիներ եւ գրադարաններ լիներ, ժամանցի վայրեր լիներ, սակայն հետագայում 1939 թվականին օպերային թատրոնի տարածքը, սա կարելի է դիտել որպես ընդհանրական, ոչ թե դիտել, այլ կարծում եմ, որ Թամանյանը ժամանակին այս նախագիծը գծելուց բնականաբար դա միասնական մեկ դահլիճ է տեսել, սակայն հետագայում այդ դահլիճը կիսվել է եւ դարձել երկու դահլիճներ, ֆիլհարմոնիկ դահլիճ եւ օպերային թատրոն։ Եվ ես կուզենայի ասել, որ շատերը չգիտեն, որ 1939 թվականին, երբ առաջին ներկայացումը կատարվել է օպերայում, այդ ժամանակ դեռ համերգասրահի աթոռները պատրաստ չի եղել եւ ամֆիթատրոն է եղել այնտեղ եւ բետոնապատ այդ տարածքների վրա մարդիկ նստել են եւ դիտել Ալմաստ օպերան։ Եվ հետագայում իհարկե պատերազմը խանգարել է նաև շարունակելու այս ամեն աշխատանքները եւ ինչպես նաև Ալեքսանդր Թամանյանի մահը եւ ասեմ, որ շարունակելով ֆիլհարմոնիկ դահլիճի կառուցապատումը արդեն նրա որդին Գևորգ Թամանյանը շարունակել է Արամ Խաչատրյան համերգասրահի կառուցապատումը։ Ես շատ համերգասրահներում եմ եղել աշխարհի տարբեր երկրներում։ Պետք է ասեմ, որ իրապես ես չգիտեմ, միգուցե դա դրանից է, որ ես այդտեղ եմ աշխատում, բայց շատ գեղեցիկ է մեր օպերային թատրոնը, ֆիլհարմոնիկ դահլիճը եւ որևէ բանով չի զիջում այսօր ժամանակակից դահլիճներից, միայն երևի ներքին հարդարանքները կամ պետք է նորացվի կամ ակուստիկ ինչ-որ խնդիրներ, որը ժամանակ առ ժամանակ փորձում ենք լուծել։ Ալեք Մանուկյան 5 հասցեում գտնվող ռադիոտան շենքը կառուցվել է 1954 թվականին։ Շինության ճարտարապետն է Հովհաննես Մարգարյանը։ Անցած տարի Հայաստանի հանրային հեռուստատեսության 60 եւ Հայաստանի հանրային ռադիոյի 90-ամյակի առթիվ ռադիոյի շենքի երկայնքով Սայաթ Նովա Պողոտայի անկյունից մինչեւ Ալեք Մանուկյան 5 հասցե բացվել է Աստղերի ծառուղին, հայկական հեռուստատեսության ու ռադիոյի նշանավոր դեմքերի 90 հուշաքարերով։ Շենքի մուտքի մոտ տեղադրվել է մի շատ հետաքրքիր արձան, որը նաեւ հնչող արձան է։ Նրանից անընդհատ լսվում է երևանյան երաժշտություն։ Արձանի հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը։ Այժմ կլսենք մի երգ, որի հեղինակը Արմեն Մանդակունյանը հենց այս շենքում է 1971-ից մինչև 73 թվականը ղեկավարել Արամ Մերանգուլյանի անվան ժող գործիքների անսամբլը։ Երևան երգում է Զարա Մարկոսյանը։ Լույսերի մեջ շողում ես դու հայոց կապու երկնի ներքո և ես ունեմ մի մեծ երազ որ մնաճիչ երկինքը քո Արդյոք ես եմ
Այսօր բոլորս հիացմունքով ու սրտի թրթիռով սպասում ենք Երևանի կրկեսի շենքի բացմանը։ 1930-ական թվականներին Երևանում եղել է փայտաշեն ժամանակավոր կրկես։ Շատերի համար այն ուրախ ու անհոգ մանկության խորհրդանիշ է, շատերի համար էլ մարդու անսպառ հնարավորություններին հաղորդակցվելու ասպարեզ։ Հիշում եք Լեոնիդ Ենգիբարյանի արձանը, ավելի վաղ կրկեսի հարևանությամբ գործող կրպակի հանրահայտ կարկանդակները։ Շենքի նախագծի հեղինակն էր ճարտարապետ Նիկողայոս Բունյացյանը։ 2011 թվականից շենքը վթարային վիճակում էր։ Նախ որոշվեց վերանորոգել, բայց 2012-ին պարզ դարձավ, որ հնի փոխարեն պետք է նոր, արդիական բոլոր սարքավորումներով հագեցված շենք կառուցել։ Երևան իմ բարի քաղաք, խոսք Գևորգ Էմինի, երաժշտությունը Ջոն Տեր-Թադևոսյանի, երգում է Մարինե Հակոբյանը։ Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, միջազգային հայկական կրկեսային գործիչների նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյան։ Գիտեք, վերջի տարիներին, երբ ես տանից դուրս եմ գալի, բոլորը հարցնում են, երբ կլինի նոր կրկեսը, երբ կլինի նոր կրկեսը։ Ինչու քանդեցին հինը։ Հին կրկեսում աշխատելը այլևս հնարավոր չէր։ Ինչու, որտեվ շենքը չուներ պատվալային հարկ, չուներ ավտոկայանատեղի, ամառը ավելի շոգ էր ներսում, իսկ ձմեռը ավելի ցուրտ էր, քան դրսում։ Այսինքն պայմանները չկային։ Ես գիտեք, մի անգամ ասել եմ, մի անգամ էլ եմ ուզում ասել, մեզ մոտ վերևի հարկում ունեինք հանրակացարան, որտեղ ապրում էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ, ամենալավագույն կրկեսի դերասանները, Զապաշնիները, Դուրովները, Պապովն է մեզ մոտ եղել, էլ չեմ ասում Դավեկոները եւ այլ եւ այլ։ Ենգիբարյանը, որը միշտ ապրում էր այդ մեր շենքի 38 համարում։ Եվ ունեինք 1-20 հանգույց։ Այդ բոլոր դերասանները հերթ էին կանգնում, որպեսզի լվացվեին եւ այլը եւ այլը։ Հասունացել էր պահը, Խորեն ջան, որպեսզի մենք վերջապես ունենայինք մարդավարի կրկես։ Եվ ես այսօր իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Տաշիր գրուպին,
որը քաջ այո կարելի է ծափահարել Տաշիր գրուպը քաջ գիտակցելով որ կրկեսը բիզնեսի առարկա չէ բիզնեսի կազմակերպություն չէ այս մարդիկ մեր հանրապետությանը կրկես են նվիրում եւ մենք կունենանք հնարավորություն լավագույն ատրակցիոնները օթային տեսլարանները սառույց ջուր կրկեսը ջրի մեջ կրկեսը սառույցի վրա մի քիչ էլ համբերեք ճիշտ է ժողովուրդը շտապում են բայց շուտով կունենանք շքեղ կրկես Երևանն աշխարհի գրեթե բոլոր մայրաքաղաքներից տարբերվում է մի առանձնահատկությամբ։ Այստեղ ապրում են մարդիկ, որոնք արմատներով տարբեր տեղերից են, բայց միավորված են մեկ ընդհանուր ազգային ինքնությամբ եւ մեկ ընդհանուր պատմական հիշողությամբ։ Հայոց մայրաքաղաքում ապրում են գրեթե միայն հայեր։ Երևանի որպես իսկական մայրաքաղաքի զարթոնքը սկսվեց 20-րդ դարի 60-ական թվականներին, երբ առաջին հայացքից հանկարծակի, բայց իրականում օրինաչափորեն ի հայտ եկան մշակութային այնպիսի բարձրակարգ երևույթներ, որ կանխորոշեցին երևանյան քաղաքակրթության հետագա զարգացումը։ Խոսք Վահան Անդրեասյանի, երաժշտությունը Արթուր Գրիգորյանի։ Հայ իմ աշխարհ, երգում է Սրփուհի Սարգսյանը։ Բարիքները միշտ առնում ով է ծնվում որ միշտ լիանա ով է կյանքում այս լույս տեսնում երջանիկ է նա արկա շատ բախտավոր է նա և նրան է փառքը հույսը սերը իմ ժողովուրդ Քեզ համար բարիք չկա, քեզ այս աշխարհը միշտ ալածել, ջարդն է դարձել սովորական, կյանքն է մութ, ախ կյանքն է սեր, քեզ միշտ անջել ու ձեր, իմ աշխարհ, զրկանքների, իմ աշխարհ, և խաչերի, իմ աշխարհ, բարիքները միշտ առնում ով է ծնվում որ միշտ լիանա բախտավորին եմ այդ հայտնում մեզ համար է լույս կգա մոտ է գալիս է նա հայ աշխարհը իմ է և համար
ստացել հավերժ կարունքի վարդես դարձել Հայաստան լեռնես մեր պարքի ու մեր վերելքի կամքնես ասլան ունես դու հինգեղ արտարնի ամրոց արաքս մասիս ու կապույտ սևան կերտել ես դու դվին Հանճարեղ Կոմիտասի կերպարի ու անվան հավերժացումը մայրաքաղաքին հաղորդում է անփոխարինելի շուք ու բովանդակություն։ Ահա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը։ Գտնվում է Օղակաձև զբոսայգում։ Կառույցն արդեն 40 տարեկան է։ Բացվել է 1977 թվականին ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով։ Շենքի գեղարվեստական հորինվածքը ամբողջովին ներդաշնակ է զբոսայգու արվեստով շնչող միջավայրին և պուրակային գողտրիկ ճարտարապետությանը։ Կամերային երաժշտության տունը բարձրակարգ երաժշտություն լսելու յուրատեսակ օազիս է դարձել։ Բազում մեծ երաժիշտներին ունկնդրելու սիրված վայր։ 300 տեղանոց դահլիճում անցկացվում են համերգներ, փառատոններ, հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, նաև էքսպոներ, շնորհանդեսներ։ Երաժշտության տանն իրենց համերգային գործունեությունն են ծավալում Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Տաղարան համույթը, Հովեր պետական կամերային երգչախումբը, Կոմիտասի անվան Լարային քարյակը, ճանաչված երաժիշտներ Սվետլանա Նավասարդյանը, Մեդեյա Աբրահամյանը եւ այլք։ Հատուկ տեղ ունեն երգեհոնային համերգները։ Իսկ սա Կոմիտասի Թանգարան ինստիտուտն է, որը 2 տարուց ավելի է, ինչ գործում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում։ Իդեպ, նախկինում այս տարածքում եղել է մշակույթի պալատ, որը դեռևս 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Գորյուն Հակոբյանը։ Եվ ահա հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանը հարստացավ անկախ Հայաստանին վայել մշակութային գիտական կենտրոնով։ Կառույցի ճարտարապետը երաժշտասեր հանրությանը քաջածանոթ Արթուր Մեշյանն է։ Թանգարան ինստիտուտի նպատակը Կոմիտասի կյանքի ու գործունեության համակողմանիորեն ներկայացումն ու ստեղծագործական ժառանգության հանրահռչակումն է։ Արթուր Մեշյանը կարծիք է հայտնել, որ Կոմիտաս վարդապետի Թանգարան ինստիտուտը կբերի որոշակի որակական փոփոխություններ մեր մտածողության եւ մշակութային զգացողության մեջ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն մարդիկ, ովքեր թանգարանում են։ Թանգարանը մարդիկ են, միայն կառույցը չէ։ Ճարտարապետությունն իր տեղն ունի, բայց թանգարանը մարդիկ են, այն միջավայրն է ու օդը, որի մեջ պետք է դաստիարակվեն մեր երեխաները։ Երկիր հնամյա Երկիր հայրան Ոչ մի աստվածար Եվ ոչ մի լուսին Քո հավերժական Հմայքը չոնը Լեռներից են գող, ամբերից անդին Երևանը նաև աշխարհասփյուր հայերի հենասյունն է, որի ամրությունից է կախված յուրաքանչյուր հայի զորությունը։ Հենց այստեղ մայրաքաղաքում արձանագրվեցին մեծագույն ձեռքբերումներ եւ գրականության, եւ ճարտարապետության, եւ կերպարվեստի, եւ երաժշտության, եւ կինոյի բնագավառներում։ Եվ այդ մշակութային զարթոնքը մտավորականությունը ընկալեց որպես հինավուրց ավանդույթների վերականգնում, ազգային ինքնության եւ ազգային երազանքների փնտրտուքի փորձ։ Երևանյան մեղեդի խոսք Աշոտ գրաշու երաժշտությունը Կոնստանտին Օրբելյանի, երգում է Աննա Խաչատրյանը։ Երկինքը մով է, կանաչը ծով է, իմ վարդ քաղաքի Սիրում եմ հովը, անուշ է զովը, իմ վարգարունքի
ոսկի է ձերքը ծաղիկ է երկդ տուն իմ հայրական արև է նուրը գինի է ջուրդ հող իմ հայկական իմ սրտում դու թանկան ունես ոսկե իմ Կարոտ սրտիս երազն ես դու իմ աննման Դու իմ երգի մի նոր գարունն ես աստղե իմ քարավան Շողաճամփից պայծառ իմ Երևան Իմ սրտում դու թանկան ունես ոսկե իմ Երևան Կարոտ սրտիս երազն ես դու իմ աննման Դու իմ երգի մի նոր գարունն ես աստղե իմ քարավան Շողաճամփից պայծառ իմ Երևան Իմ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Մոսկվա կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյան։ Մեր ավակ սերունդը երևի գիտի, իսկ երիտասարդները չգիտեն, որովհետև Մոսկվա կինոթատրոնի տեղում ժամանակին 30-ական մինչև 30-ական թվականները կանգնած էր Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին։ Եվ այն ժամանակվա քաղաքական իշխանությունը որոշեց դա վերացնել եւ երկրորդը, որ մի լավ բան գոնե եղավ, դա կառուցվեց Մոսկվա կինոթատրոնը։ Մոսկվա կինոթատրոնի ճարտարապետներ այն ժամանակ Տիգրան Երկանյանը եւ Գևորգ Քոչարը, որոնք նույն Թամանյանական խմբի ճարտարապետներ էին, գծագրեցին եւ կառուցեցին այսօրվա կինո Մոսկվան իր բոլոր հնարավոր եւ անհնարին ձևերով։ Փառք Աստծո, մինչև առայսօր ինքը նույն ձևի ոչ մի փոփոխություն, ճարտարապետական փոփոխություն գոնե արտաքինի չի կրել, իսկ ներքին փոփոխությունները դա արվել է նույն համաձայնեցված մշակույթի նախարարության եւ պատմական հուշարձանների կողմից, որ հիմա ունենք այն ժամանակ գծագրվել եւ կառուցել էր 2 դահլիճ 800 տեղերով եւ հիմա ունենք 4, ամառայինը նաեւ 5 եւ հիմա արդեն նախագծվում է եւս 2 դահլիճներ։ Մոսկվա կինոթատրոնը կառուցվել շինարարական աշխատանքները սկսեց 30-ական թվականներին, իսկ բացումը եղավ 1936 թվականի դեկտեմբերի 12-ին առաջի հայկական ձայնային ֆիլմով Համո Բեկնազարյանի Պեպո ֆիլմով, որը այն ժամանակ ինչպես մեր հայ կինոյի համար եւ երևի կինեմատոգրաֆում դա իրադարձություն էր։ Այսքանը մեր կինո Մոսկվայի մասին, երևի հետագայում երկու դահլիճներն էլ որ կառուցեն կլինի 6, պարոն Լևոնյանը նորից այդ բացումները կանի։ Սիրով։
1969 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակապուրակում դրվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար։ Կոմիտասի արձանի բացումը տեղի ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին, նրա անունը կրող կոնսերվատորիայի մերձակապուրակում։ Քանդակագործն է Արա Հարությունյանը։ Այսօր այս արձանը նաև գեղեցիկ ժամադրավայր է սիրահարների համար։ Երևանում տոն է, խոսք Հովհաննես Ղուկասյանի, երաժշտությունը Արտեմի Այվազյանի, երգում է Արմինե Քոչարյանը։ Երևանում տոն է, թող բոլորը կան, օդը հրաշալի է, ջուրն ամահական։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյան։ Ընդհանրապես ես քանդակագործությունը ամբողջ կյանքում տարիների ընթացքում համեմատել եմ արվեստի այլ տեսակներից ամենաշատը երաժշտության հետ։ Երաժշտությունն է, որ իմ համար քանդակի նման ունի բազմաշերտ խորություններ, տարբեր տեսանկյուններ, օդ եւ այլն։ Եվ Երևանի վերաբերյալ պիտի ասեմ, որ ինչպես մի որևէ շենքի, հատկապես այն շենքերի, որոնց մասին մենք այսօր խոսում ենք, այդ շենքերի մասին, այդ շենքերի հարևանությամբ, այդ շենքերի միջավայրում չես երգի ամեն երգ, այդպես էլ չի կարելի ամեն քանդակ տեղադրել։ Յուրաքանչյուր քանդակ, յուրաքանչյուր արձան ունի իր նշանակությունը եւ ինքը պետք է երկխոսության մեջ մտնի ոչ միայն անցորդի, դիտորդի, այլ նաեւ հարակից, տարածքի եւ շենքի հետ։ Քանդակը պետք է լինի տվյալ շենքի շարունակությունը, նույն երգը, նույն դուետը, թող այդպես հնչի։ Եվ ունենք մենք հիանալի քանդակներ, մենք ունենք ընդհանրապես Երևանը շատ հարուստ է, շեդևր հանճարեղ քանդակներով Երևանում ստեղծագործել են, քայլել են, ապրել են Երևանդ Քոչարը, Արա Հարությունյանը, Արտաշես Հովսեփյանը, Ղուկաս Չուբարյանը, այսօրվա քանդակագործները եւ մենք իրավունք չունենք նման անուններից հետո մենք հասարակ քաղաք չենք, մենք հասարակ պատմություն չունենք քաղաքաշինության, ճարտարապետության եւ քանդակի։ Մենք իրավունք չունենք ուղղակի
տեղադրել քանդակներ, որոնք այդ երգը չեն, որովհետև կան երգեր, որ դասական են, կան երգեր, որ ջազ են, ռոք են, ցավոք կան երգեր, որ այսօր այնքան լավ համերգ է, որ չեմ ուզում այդ տերմինները օգտագործեմ, կան նաև ցածրորակ երաժշտություններ երգեր եւ նման զուգահեռ եմ տանում նման քանդակներ էլ բոլոր ժամանակների հիվանդությունն է, ուղղակի լինում են ժամանակներ, երբ դա շուտ է բուժվում։ Ընդհանրապես, եթե խոսեմ քանդակների մասին կոնկրետ օրինակով, արդյոք երգ ու երաժշտություն չէ Թամանյանի արձանը իր միջավայրում։ Արդյոք Սաուսի Դավիթը երաժշտություն մեծ, չգիտեմ, էպոս կամ օպերա կամ չէ։ Այսօր հնչեց ռադիոյի տան դիմաց դրված իմ աշխատանքը, որը Հոբելյաններին էր վերաբերվում եւ նվիրված էր հեռուստատեսության եւ ռադիոյին, եւ մենք փորձեցինք, մենք չգիտեմ, կարողացանք եւ ինչքանով հաջողվեց, մենք փորձեցինք, որ դա լինի այդ երաժշտությունը։ Խոսքը հենց ռադիոյից հնչող երաժշտության մասին չէ, չնայած այդ ձայնը օգտագործեցինք հանդակում։ Մենք փորձեցինք, որ տղամարդիկ արձանը կապ ունենա այդ շենքի հետ, էներգետիկների շենքի հետ։ Մենք փորձեցինք, որ գլխավոր դերակատարը Ավետիք Գևորգյանի կերտած Արամի կերպարը այդ քանդակի դիրքից դիտի եւ տեսնի այն պատշգամբը, որտեղ ապրում էր Կարինեն։ Եվ այդ ցանկալի է, որ միշտ լինի։ Շատ օգտագործված խոսք կա, որ քանդակը դա երաժշտություն է սառածքարի մեջ եւ այլ եւ այլ։ Ինձ համար երաժշտությունն էլ քանդակ է։ Եվ շատ ուրախ եմ, որ այսօր բոլոր երգերը, որ ես լսեցի, իրանք քանդակված են, իրանք կոնկրետ քանդակված են։ Եվ ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ։ Երևանին եւ երևանցուն նվիրված երգերը առանձին թեմա են։ Այդ երգերում ձևավորվում էր նաև քաղաքային նոր գրական լեզուն, կյանքի էր կոչվում քաղաքի բնակչի ապրումների ու զգացմունքների նոր մշակույթը։ Այդ երգերը եւ մեղեդիների որակով եւ բանաստեղծական խոսքով ոչնչով չէին զիջում այդ տարիների սովետական էստրադայի լավագույն նմուշներին, ավելին, կարելի ասել, իրենց առանձնահատուկ քնարականությամբ եւ հուզականությամբ նաև գերազանցում էին դրանց։ Երևանցին, ում սիրում էր, նրան ընկալում էր որպես երևանցու։ Երևան, հեղինակ Ռոբերտ Ամիրխանյան երգում է Մաշա Մնջոյանը։
Սոս Պետրոսյան։ Գիտեք, շատերը կարծում են, որ կրկեսում ակրոբատը, ձեռնածուն, օթային այս կամ այն համարը կարելի է ելույթ ունենալ եւ կարևորը տրյուկն է, հնարքը։ Բայց իմ կարծիքով վերջին ժամանակներում շատ մեծ նշանակություն ունի երաժշտությունը։ Օրինակ հիշում եմ նոր էի ավարտել կրկեսային ուսումնարանը Մոսկվայում։ Մեծն Ենգիբարյանը ինձ հրավիրեց հայկական կրկեսային կոլեկտիվ, որը ինքն էր ղեկավարում։ Ինքը իմ համարը նայեց, բան ասում, что ты не то։ Ինչ որ մի բան է ինչի։ Ասում, что, Леонид Георгиевич, что надо делать։ Ասեց, երաժշտությունը ինչի։ Այ մենք ունենք մի չքնաղ կոմպոզիտոր, որը կարողանում է եւ կրկեսային արվեստին նվիրված լավ գործիքային երաժշտություններ գրել, դա գիտեք ով էր։ Մեր Մարտին Վարդազարյանը։ Եվ նա ինձ համար գրեց երաժշտություն, այն իմ դհոլների համարը, գուցե տեսել են ոմանք։ Գրեց երաժշտություն եւ իմ համարը այսպես փոխվեց 360 աստիճան։ Ենգիբարյանը այդ նույն թվականին ստեղծում էր էստրադային ներկայացում։ Եվ ամբողջ Ենգիբարյանական երաժշտությունը նույնպես գրեց Մարտին Ցոլակովիչը։ Չեք պատկերացնում, ինքը օգտագործում էր նաև այս Երևանին նվիրված երգերը, հատուկ ռիթմ եւ տեմպ էր տալիս, եւ Ենգիբարյանը շատ գոհ էր։ Հետագայում կրկեսի համար երաժշտություն է գրել նաև մեր Ստեփան Շաքարյանը։ Բրավո, մայստրոն։ Հետագայում իմ դհոլների համարը անում էր իմ տղաս եւ Ստեփան Շաքարյանը գրեց մի այնպիսի չքնաղ երաժշտություն։ Ես այդ բոլոր նոտաները պահել եմ, այդ բացմանը մեր կոմպոզիտորներին, որին ես թվարկեցի, իրենց հետ են վերադարձնելու իրենց գրած այդ չքնաղ երաժշտությունները։ Այնպես որ երաժշտությունը մեծ նշանակություն ունի։ 1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Հովհաննես Թումանյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը։ Քանդակագործներն էին Արա Սարգսյանն ու Ղուկաս Չուբարյանը։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բջնի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8.5 մետր է։ Երևան, հեղինակ Իրինա Մալխասյան, երգում է Նարինե Դովլաթյանը։
քեզ համար Երևան Քոներ օրերս ու բոլոր երկերս Դու Երևանն ես իմ հոգի Երևան Երևան սեր դու իմ Քեզ ներվում ես Քեզ համար Երևան Քոներ օրերս ու բոլոր երկերս Դու Երևանն ես իմ հոգի Երևան Երևան դու սերն ես իմ սիրում եմ ես ես Երևան դու սիրն ես իմ երազն ես ու հոգ Երևան դու սերն ես իմ սիրում եմ ես ես Երևան դու սիրն ես իմ երազն ես ու հոգ Դավիթ Մինասյան, Ընդհանրապես արձանը, քանդակը, որ դրվում է փողոցում, միջավայրում, ոչ թե փակ ցուցասրահում է ինքը, քանդակը ունի նաև դաստիարակչական ճաշակ, միտք, հայրենասիրություն, սեր, քարոզելու, ուրեմն հատկություն։ Եվ երբ որ քանդակներ են տեղադրվում, որոնք չեն համապատասխանում դրան, մենք չենք կարողանում, այսինքն ճիշտ չենք կառավարում այդ process-ը, որ մեր երեխաները, մեր աճող սերունդները այդպեսին մեծանան, նայեն հերոսի արձանին եւ ուզենան դառնան այդ հերոսը, որովհետեւ մենք բոլորս դաստիարակվում ենք հերոսների վրա եւ միայն հերոսների մասին չի, абստրակտ քանդակի մասին է, ուղղակի ճաշակի մասին է եւ այսօր մենք խոսում ենք շատ սիրված, շատ կարեւոր ու շատ նշանակություն ունեցող շենքերի մասին Երևանյան եւ ես կուզենայի, որ այդ շենքերի հարակից տարածքի քանդակները անցյալ այսօրվա եւ ապագա համապատասխանեն այդ շենքին, որ քանդակագործը երբ որ քանդակում է ինքը պատասխանատվության զգացում ունենա, ինքը հասկանա, որ ինքը հիմա համահեղինակ է դառնում Միջավայրի Թամանյանի հետ, համահեղինակ է դառնում Թորոմոնյանի, Ռաֆայել Իսրայելյանի հետ, չի կարելի ուղակի անել, չի կարելի ուղակի երգել, ես համեմատեցի քանդակն ու երգը, բոլոր երգերը իրավունք ունեն ապրեն, բոլոր երաժշտությունները, ուղակի կան երաժշտություններ, որոնք ռեստորանի համար են, կան երաժշտություններ, որոնք համերգասրահի, դահլիճի համար են, եւ ոչ մի մայր երեխայի նորորոցային չի երգի վատ երգ, ոչ մի մայր չի երգի իր երեխային ցածրորակ, անճաշակ երգ։ Մենք այն ազգը չենք, որ երեխաները մերը չլեն, ինչու ենք ուրիշ երեխաներին մատուցում ոչ այն քանդակը, որը պետք էր։ Մայրաքաղաքի հուշարձանների մասին խոսելիս անհնար է շրջանցել Ծիծեռնակաբերդ բլրի վրա կառուցված հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որի հեղինակներն են ճարտարապետներ Արթուր Թարխանյանը եւ Սաշուր Քալաշյանը։ Արթուր Թարխանյանի նշանավոր գործերից են նաեւ Ռոսիա կինոթատրոնը, երբեմնի երիտասարդության պալատը,
Զվարթնոց օդանավակայանը եւ մարզահամերգային համալիրը։ Ինչ վերաբերում է երաժշտական թեմային, երևանցիների սիրած վայրերից է Սայաթ Նովայի հուշաղբյուրը։ Այն գտնվում է Երևանի կենտրոնում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի եւ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում։ Տեղադրվել է 1963 թվականին։ Ճարտարապետը Էդուարդ Սարապյանն է, քանդակագործը Արա Հարությունյանը։ Հուշաղբյուրը կառուցված է սպիտակ մարմարից, բարձրությունը 3 մետր է։ Այս հուշաղբյուրը երևանյան սիրահարների հայտնի ժամադրավայրերից էր։ Ժամը 6-ին Սայաթ Նովայի գլխի մոտ։ Մոտավորապես այսպես էին պայմանավորվում երիտասարդները։ Հետաքրքիր է ինչու էին սիրահարները որպես հանդիպման վայր ընտրում մեծ մասամբ հենց այս հուշարձանը։ Հավանաբար այն պատճառով, որ ենթագիտակցորեն ուզում էին սիրած էակին տեսնել մեծ սիրերգակի օրհնյալ ներկայությամբ, սա իհարկե ենթադրություն է, գուցե նաև հեքիաթ, բայց այնպիսի հեքիաթ, որ 1000 իրականություն արժե։ Իսկ ինչի մասին էր լռում Մեղեդի քանդակը, որը գտնվում է Երևանի կենտրոնում, Ազատության հրապարակի եւ Կարապի լճի հարևանությամբ։ Տեղադրվել է 1965-ին։ Հուշարձանը կառուցված է ալյումինից եւ գրանիտից, բարձրությունը 1.4 մետր է։ Արձանի բացումը տեղի է ունեցել 1965 թվականին։ Քանդակագործը Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն է, մի արվեստագետ, ում անունն այնքան էր հայտնի չելլային հանրությանը, չնայած ոչ մի երևանցի, ոչ մի հյուր անտարբեր չի անցնում նրա կերտած Ավետիք Իսահակյանի արձանի կողքով։ Իսկ գիտեք արդյոք, որ Արցախը զարդարող «Մենք ենք մեր սարերը» կամ ինչպես ժողովուրդն է ասում Պապիկ Տատիկի հանրահայտ արձանը, նույնպես նրա տաղանդի արգասիքն է։ Ընդհանրապես պետք է արձանագրել, որ հայ մեծ երաժիշտներին, կոմպոզիտորներին նվիրված արձաններով եւ առհասարակ երաժշտական թեմայով քարակերտ ստեղծագործություններով այնքան էլ հարուստ չէ մեր մայր քաղաքը։ Եվ դա այն դեպքում, երբ ունենք Ավետ Տերտերյանի պես երաժշտական հսկա, ում արձանը կա օրինակ ռուսական Պերմ քաղաքում, իսկ մեզ մոտ ոչ։ Բայց չէ, որ հաճախ քարակերտ հանճարների լռության ձայնը շատ ավելի կարևոր է մեզ համար, սերունդների համար, քան մեր շուրջը հնչող 1001 աշխարհիկ աղմուկները։ Հայրն ու իմ որդին ես դու նոր, բարն ու հին այգին ես դու իմ, դարն ու իմ հին ուրարտու։ Երևան, իմ բարի քաղաք, Երևան, իմ քարի քաղաք, ուր գնամ միշտ քեզ եմ ես հիշում։ Անուշ է Կիրակին, հեղինակ Ժակ Դուվալյան, երգում է Անուշ Բադալյանը։
հենց փողոցների անուններով թեթևի մտած կքայլենք կերքենք ծնծալի փառքը մեր կվերհիշենք Երևանյան հին օրեր ու հիանալով նոր շենքերով թեթևի մտած կքայլենք կերքենք ծնծալի փառքը մեր ծնծալի կյանքը մեր ծնծալի փառքը մեր Ռուզաննա Սիրունյան։ Իհարկե չի կարելի խոսել դահլիճների մասին եւ չհիշել մարզահամերգային համալիրը, որը մեր ամենամեծ ձեռքբերումներից է։ Եվ ես կարծում եմ, որ վերջին ժամանակները մարզահամերգային համալիրը կարծես թե նորից ակտիվացել է եւ ամենագեղեցիկը նա է, երբ յուրաքանչյուր դահլիճում համահունչ երաժշտություն է հնչում։ Ես մի փոքրիկ անդրադարձով ասեմ, որ կար ժամանակ, որ ինչ որտեղ Արամ Խաչատրյան համերգասրահը կարծես թե չէր ծառայում իր նպատակին, ինչ որ հանգամանքներից ելնելով, որովհետև մեր քաղաքում ի տարբերություն շատ արձան ունենալուց, մենք համերգային դահլիճներ շատ ավելի քիչ ունենք։ Եվ իրապես, երբ մարդիկ ուզում են համերգներ ունենալ, դու ակամա մտածում ես, պիտի այդ մարդուն համերգասրահը տրամադրես, թե չտրամադրես, բայց ուզում եմ ուրախությամբ ասել, որ վերջին ժամանակներում, երբ մարզահամերգային համալիրը սկսել է ակտիվ գործել, կարծես թե մեր դահլիճը, ֆիլհարմոնիկ դահլիճը իր նպատակին է ծառայում եւ դասական երաժշտություն է միայն լսվում մեր դահլիճում։ Ես առհասարակ կցանկանայի նշել նաև Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան անունը, որովհետև դա էլ մեր շատ գեղեցիկ դահլիճներից մեկն է, որտեղ դարձյալ դասական երաժշտություն է։ Իսկ ինչպես Դավիթը նշեց, որ երաժշտությունը եւ արձանը կամ դահլիճը պետք է համահունչ լինի, ես համաձայն եմ դրա հետ։ Պետք է մենք ինքներս փորձենք ամեն ինչ անել, այն ձեր ասած երաժշտությունը ավելի քիչ հնչեցնելու համար մեր շատ հոյակեր դահլիճներում։ Շնորհակալություն։ Հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ որոշվեց Կարապի մոտ Տերյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկում տեղադրել նրա հուշարձանը։ Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2003 թվականի հուլիսի 4-ին։ Ճարտարապետն էր Լևոն Իգիթյանը, քանդակագործը Դավիթ Բեջանյանը։ Արձանի նախնական տարբերակն իր անսովորության բուռն արձագանքի արժանացավ։ Շատերին չէր գոհացնում քանդակագործի մեկնաբանությունը, երբ Առնոն ներկայացվում էր արծվի մագիլներով։ Իմ կարծիքով լուսահոգի տաղանդավոր քանդակագործը շատ իզուր տեղիք տվեց ճնշումներին եւ փոխեց կոմպոզիտորի ձեռքերը։ Երբեք չի կարելի ներխուժել ստեղծագործողի երևակայության աշխարհը եւ պարտադրել ընդունված կարծրատիպը։ Ինչևէ, լսենք Քրիստ Մանարյանի Երևան երգը եւ սիրենք մեր քաղաքն այնպիսին, ինչպիսին նա կա։ Երգում է Ավո Ադամյանը։ Այս գարնաշնչով ամեն օր հնչով ծոնես մեր հոգու ուղված վաղվա արտնացիր քնից քո ամեն տնից լույս թող ճարակի իմ Երևան ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկի ամեն իջնող երեկա նորից նոր վարվեն լույսերը ու փարվեմ քո տարապած ու կարոտ գրքի քեզ նվիրելով ողջ իմ սերը ամեն բացվող առավոտ քեզ տեսնեմ կրկի ամեն իջնող երեկո նորից նոր վարվեն լույսերը ու փարվեմ քո տարապած ու կարոտ կրկի քեզ նվիրելով
ողջ իմ սերը Վարդագույն երաս Իծ միշտ երևաս Ուրել որ գնա մնա ինձ հետ Իմ չքնաղ քաղաք Հարազատ միակ Թող կորչեն վշտերը քո անհետ Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին Ամեն իշտով երեկո նորից նոր վարվեն լույսերը ու փարվեմ քո տարաբաց ու կարոտ գրքին քեզ նվիրելով ողջ իմ սերը ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին ամեն իշտով երեկո նորից նոր վարվեն լույսերը ու փարվեմ քո տարապած ու կարոտ գրքին ձեզ նվիրելով ողջ իմ սերը Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին Ամեն իշտով երեկո նորից նոր վարվեն լույսերը ու փարվեմ քո տարապած ու կարոտ գրքին քեզ նվիրելով ողջ իմ սերը Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին ամեն իշտով երեկո նորից նոր վարվեն լույսերը ու փարվեմ քո տարապած ու կարոտ գրքին քեզ նվիրելով ողջ իմ սերը ողջ իմ սերը ողջ իմ սերը ողջ իմ սերը Համերգասրահներն ու արձանները, մշակույթի օջախները, սոսկ ճարտարապետական ու գեղարվեստական արժեքներ չեն, որ մենք զբոսաշրջիկի պես հիանանք կամ օտարների առջև հպարտանանք նրանցով։ Ում է պետք հանճարեղ ճարտարապետի կառույց, եթե այդ շենքում չի ապրում արվեստի ու մշակույթի ոգին։ Ում է պետք թեկուզ ամենամեծ հայի արձանը, եթե չգիտենք ում արձանն է դա եւ ինչու ենք հավերժացրել նրա հիշատակը։ Այդ ամենը պետք է լինի ոչ թե լուռ ու համր քարակերտ վկա, այլ կյանքի ու ստեղծագործության ասպարեզ, որտեղ մենք հանդիսատեսներս մեր ներկայությամբ իմաստավորենք նրանց ներկայությունը մեր շուրջը։ Արձանը կանգնեցված ժամանակը չէ, այլ ժամանակների կապն ու հարատևության կենթանի ժամապահը։ Երբ եք վերջին անգամ կանգնել մեր մեծերի որևէ մեկի արձանի առջև ու նայել դեմքին, խոսել նրա հետ, լսել նրա անլսելի ձայնը, մտորել նրա հետ։ Հիշում եմ մի դրվագ, երբ Արմեն Տիգրանյանի արձանի մոտով անցնելիս մանչուկը մորը հարցրեց. ով է այս մարդը մամ։ Լավ է, որ մայրը կողմնորոշվեց եւ գոնե կարդաց պատվանդանի վրայի գրվածքը։ Արմեն Տիգրանյան եւ ասաց որդուն. արագ քայլիր ուշանում ենք։ Ավաղ կարծում եմ այդ կինն իրոք ուշացել էր, իսկ որդին նա էլ կուշանալ։ Եթերում երգերքոցներ մայրաքաղաքի հանրահայտ համերգասրահների, մշակութային օջախների եւ արձանների մասին իհարկե երևանյան լուսավոր երգերով կհանդիպենք։